Ամեն ինչ կարող է փոխվել առաջիկա օրերի ընթացքում։ Մասնագետների հաշվարկներով 2 տարեկան Տիգրանի գտնվելու վայրը հնարավոր է բացահայտվի շատ շուտով, իսկ այս փուլում, երբ սպասման մթնոլորտը խտացել է հույսով, առավել քան երբևէ կարևոր է այն մարդու պահվածքը, ով այս պահին պատասխանատու է երեխայի անվտանգության համար։ Ժամանակը սպառվում է։ Արբանյակները տեսնում են, ոստիկանները շարժվում են, հանրությունը արթուն է։ Սա վերջին կոչն է, վերադարձրու Տիգրանին, մինչև դեռ ուշ չէ։ 2025 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը Մարմարի գյուղում ցնցեց ողջ Հայաստանը։ Երկուամյա Տիգրանի անհետացումը դարձավ ազգային ողբերգություն։ Տարածվածությունը, արագությունը եւ հուզական բովանդակությունը նրա գործը դարձրին մի պատմություն, որը անցել է ամեն սահմանից։ Չնայած փրկարարների, իրավապահների, կամավորների եւ հարազատների միասնական ջանքերին, մինչ այս պահը որևէ հաստատված արդյունք, որևէ վերջնական պատասխան դեռ չկա։ Տղայի հայրը շարունակաբար հանդես է եկել հստակ հայտարարություններով, մերժելով ու հերքելով բոլոր այն շարժումները, որոնք սկսել էին ծագել դեպքի ֆոնին։ Նա շեշտել է, որ որևէ դրամավակ, հաշվեհամար կամ համագործակցության էքստրասենսների հետ ընտանիքի կողմից հաստատված չէ։ Եթե մի օր պետք լինի որևէ օգնություն, ես անձամբ կդիմեմ, բաց ու հրապարակային։ Մի հավատացեք ոչ մեկին, փող մի ուղարկեք, ես նման սովորություն չեմ տեսել, այս մարդկանց չեմ ցանկանում այն ցավը, որը ապրում եմ ես, ասել է Տիգրանի հայրը հուզմունքի ու վշտի մեջ։ Տիգրանի անհետացման հենց առաջին ժամերից սկսած գործի մեջ ներգրավեցին հարյուրավոր մասնագետներ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայությունը գործի դրեց ամեն ինչ։ Ջրասուզակներ, ջոկատներ, անօդաչու սարքեր, ջրափրկարարական տեխնիկա, հատուկ վերապատրաստված շներ, ինչպես նաև կինոլոգիական խմբեր։ Ավելի քան 250 փրկար օրեր շարունակ զննել են ոչ միայն Մարմարի գետի ամբողջ երկայնքը, այլև հարակից տարածքները, նույնիսկ ամենաբարդ եւ դժվարամատչելի վայրերը։ Կատու են հանել, շուն են հանել, գառ են հանել, հորթ են հանել, բայց երեխեն չկա։ Ոչ մի վարկած չեմ բացառում։ Կարող է տարել են, կարող եմ ասել, ամեն ինչ հնարավոր է։ Այդպես է արձագանքել հայրը, խոսելով իրավիճակի մասին։ Նրա ձայնում միաժամանակ հնչում է վիշտը, հոգնածություն եւ հուսախաբությունը։ Իսկ ամենակարևորը ցավալի հավատը, որ հավանաբար Տիգրանը պարզապես կորած չէ, այլ միտումնավոր վերցված է ինչ որ մեկի կողմից։ Այսօր ես հակված եմ կարծելու, որ երեխուն տարել են, ցավոտ հստակությամբ ասում է հայրը։ Որոնողական աշխատանքները շարունակվել են չնայած եղանակային ամենածանր պայմաններին։ Անձրև, ցեխ, մշուշ ու մառախուղ, ոչինչ չի խոչընդոտել որոններին, սակայն ի հեճուկս հսկայական ջանքերի, մինչ այս պահը որևէ ապացույց կամ փոքրիկ Տիգրանի հետք չի հայտնաբերվել։ Տղայի հայրը չի կարողանում թաքցնել իր զարմանքն ու հիասթափությունը։ Մարմարիկի չէ, երևի Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ այսքան մեծածավալ աշխատանք տարվի ու ոչ մի արդյունք չլինի, ասել է նա ցավով ու հիասթափությամբ։ Տեղեկատվական հոսքերի մեջ սկսել էին տարածվել վարկածներ հնարավոր էքստրասենսերի կամ գուշակների ներգրավման մասին, սակայն հայրը վճռական եւ միանշանակ հերքել է նման տեղեկատվությունը։ Նա պատմել է, որ ընտանիքը փորձել է հետևել բոլոր խորհուրդներին, որոնք տրվել են նման մարդկանց կողմից, այցելել են նշված տարածքներ, փորել քարերի տակ, զնել անտառի մութ անկյունները։ Իրենց ասած քար ու ծառից նայեցինք, բայց չկա։ Բոլորը սուտ էին, ոչ մեկի ասածը տեղ չհասավ։ Ես չեմ հավատում ու չեմ էլ հավատացել, բայց երբ երեխան չկա, ամեն ինչ փորձել եմ, բացատրում է հայրը։ Այս փորձությունից հետո նա հասել է մի կետի, երբ միանշանակ ասել է. այդ մարդիկ խաբեբաներ են, ես այլևս թույլ չեմ տա որևէ մեկին մոտենալ մեզ։ Այս դեպքը եւս մեկ անգամ բացահայտում է, թե որքան խոսելի կարող է դառնալ հասարակությունը նման իրավիճակներում, երբ ցավը վերածվում է շահարկման։ Տիգրանի անհետացման ֆոնին սոցիալական ցանցերում եւ որոշ կայքերում սկսվեցին հայտնվել տարատեսակ դրամավակներ, իբրև թե ընտանիքին աջակցելու նպատակով։ Բացվեցին անհայտ բանկային հաշիվներ, կազմակերպեցին դրամական հավաքներ առանց որևէ հաստատման, սակայն ընտանիքը հստակ եւ բաց կերպով հերքել է բոլոր այդ նախաձեռնությունները։ Ես եմ Տիգրանի հայրիկը, ինձանից բացի ոչ մեկ իրավունք չունի փող հավաքելու, եթե օգնության կարիք ունենամ, ես դա անձամբ կասեմ ու հենց իմ անունով կլինի։ Մարդիկ կան, որ ուրիշի վիշտը բիզնես են դարձնում, մի հավատացեք նմաններին, զգուշացրել է նա։ Այս հայտարարությունը լայն տարածում է գտել թե սոցիալական հարթակներում, թե լրատվամիջոցներում, պաշտոնապես հերքելով բոլոր մանիպուլյատիվ փորձերը, որոնք փորձել էին շարքել այս աղետը։ Իրավական տեսանկյունից եւս ընթացք է տրվել գործին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով երեխայի առևանգման փաստով։ Չնայած կատարվել են ջրազնումներ գետի տարբեր հատվածներում, հատկապես մաքրման աշխատանքներից հետո, սակայն մինչ այս պահը որևէ ապացույց, որը կարող էր ուղղորդել գործի բացահայտմանը, չի հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները շարունակում են քննության առարկա դարձնել առևանգման հնարավոր վարկածը, երբ որոնները չեն տալիս որևէ նյութական արդյունք, սկսում են մեծածավալ կասկածները։ Երևի դա է մնում, չի կարող գետը այդքան նենգ լինի, որ ոչ մի բան դուրս չգա։
հետք չկա, ասենք, գոնե մի շոր գտնենք, մի բան, այդքան բան ջուրը տարավ ու ոչինչ չմնաց։ Ես արդեն կասկածում եմ ամեն ինչի վրա ու չեմ բացառում ոչ մի բան, մանավանդ, որ երեխուն շատ էին սիրում, ասել է Տիգրանի հայրը, իր ներսում պայքարելով միաժամանակ հույսի և վախի դեմ։ Չնայած օրերը անցնում են, Տիգրանի հայրը չի հանձնվում, նա շարունակում է իր մասնակցությունը որոնումներին, անձամբ լինելով ամեն բար տեղանքում, հետևելով բոլոր նորություններին, իրազեկ պայելով ընտանիքին և հանրությանը։ Նրա համար սա միայն ծնողական պայքար չէ, սա պատերազմ է հանուն արդարության, հանուն յուրաքանչյուր մանուկի, որը կարող է նման ճակատագրի արժանանալ։ Տիգրանի գործը վերածվել է մի ամբողջ ազգի հոգսի, դա այլևս միայն մեկ ընտանիքի վիշտը չէ, այլ բոլորի սպարտքն ու ցավը։ Այս ողբերգությունը մեկ անգամ ևս հիշեցրեց, թե որքան խոցելի կարող է լինել մանկությունը, մի ակնթարթում, մի վայրկյանում կարող է փոխվել ամեն ինչ, և որքան անգութ ու սառնասիրտ կարող է լինել կյանքը, երբ խոսքը գնում է մի մանկան ճակատագրի մասին, և հիմա այս ամենից հետո մնացել է միայն մեկ ուղերձ՝ ով էլ որ դու լինես, եթե դու ես պահում Տիգրանին, վերադարձրու նրան, մինչդեռ ուշ չէ։